Այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա, պատկերացրեք, որ դե եկեղեցիում վստահաբար կան տարբեր աստիճաններ, հա, եւ հոգեվորականները փորձում են աստիճաններով գնալ առաջ, ճիշտ է, եւ ինչ-ինչ որակավորումներ ապահովել, ինչ-ինչ հանգամանքներ ապահովել, եւ ինչ որ մի պահի իրենք իմանում են, որ գլխավոր գերագույն հրամանատարը եկեղեցական չի պահել ամենակարևոր կամ հնարավոր է չի պահել կամ չի պահում առ այսօր կամ մի քանի անգամ նույնիսկ ասում են խախտել է գլխավոր կանոններից մեկը։ Դուք պատկերացրեք այդ մարդկանց համար ինչքան ցավագին է ընդունել այդ փաստը, որ իրենք փորձում են գնալ առաջ, նվիրվել եկեղեցուն, ինչ որ մեկի մոտ ստացվում է, ինչ որ մեկի մոտ չի ստացվում, նա փորձում է երկրորդ անգամ, երրորդ անգամ, որպեսզի բարձրանան այդ աստիճաններով, հա, եւ իրենք իմանում են, որ գլխավոր գերագույն հրամանատար կաթողիկոսը ընդհանրապես հաշվի չի նստում այդ ամենի հետ, իսկ իրեն պատկանող սրբազանները, այսպես ասած, պաշտպանում են եւ ասում են, թե ձեր ինչ գործն է։ Լավ, եթե մեր ինչ գործն է, իսկ այն մնացած եկեղեցականները, հա, ովքեր անձնուրաց ծառայում են եկեղեցուն, իրենք իրավունք ունեն դա իմանան, թե չէ։